հիմա անջտի պրիվատ են նկարում։ Ոյ, four-wheel drive system you cannot Ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է եւ այսօր մեզ սպասվում է Հայաստանի ամենաարագ test drive-ը։ Այսօրվա հաղորդման մեջ դուք տեսնելու եք լիքը գոռոցներ, լիքը հիմար դեմքի արտահայտություններ և ավելի շատ էմոցիաներ։ Անընդհատ կնդալ ես գալիս։ Որովհետև այսօր փորձարկում ենք Հայաստանի ամենաարագ մեքենան։ Բռնվեք, գնացինք։ BMW M4 Competition, այդ արդեն հերիք է, հələ որ այդքանը կարամ ասեմ, այդքանից մի հատ խոսանք, հետո կշարունակենք, կհասկանանք, թե ինչի Հայաստանի ամենաարագը։ Այս այն արտաքինով մեքենան է, որ դուրս գալու ժամանակ, երբ որ այս G82-ը դուրս էր գալիս ու տեսնում էինք իրան նկարներով ու վիդեոներով ու դաժե վիդեոներով չէ, մենակ նկարներով սկզբում, բոլորը ասում էին, այս BMW-ն գժվել է, ասենք ոնց կարելի է ասենք զզվելի բան արտադրել, որովհետև միջև սա, միջև G82-ը կար F82, որը լրիվ սրա հակապատկերներ դիմացի հատվածից, այսինքն եթե ստեղ տեսնում ենք աշխարհի ամենամեծ քթանցքերը, այնտեղ այն ամենափոքրներից էր, նեղ, պուճուր, սիրուն, հավաք, կոկիկ, հետո մեզ ցույց են տալիս սա, մի խոսքով շատ-շատերս հիասթափվել էինք, ու մենք Drive News-ով որոշեցինք, որ այս մեքենային առհասարակ չենք անդրադառնալու, որովհետև սիրուն չի եւ այլն, մինչև չտեսանք այս մեքենան իրականում ու հասկացանք, որ չէ, այս մեքենան անդրադառնալու եւ ուշադրության արժանի մեքենա է։ Պարզ դարձավ, որ ունենք ընկեր, ով ասեց՝ մի րոպե ախպեր ջան, հեսա այս մեքենաս, այս դառնում է մի քիչ հզոր, այդ վաղ կնկարենք։ Ու մենք այս 4 տարի սպասում ենք, որ այս մեքենան պետք է դառնա մի քիչ հզոր, որ նկարենք։ Ու 4 տարի անց հիմա բերում է տալիս է մեզ մի քիչ հզոր է որն ասենք 1000 պլյուս ձիաուժով, ու մոտավորապես 1100, հա, այս կողմենքում։ Ու ասում է դե նկարեք ախպեր ջան։ Բայց քանի որ ոնց որ տնից արդեն դուրս էինք եկել, տանը չենք հասցրել save լնենք, չգիտեմ այսօր ոնց ենք նորմալ մարդավարի անփորձանք այս մեքենան փորձարկելու։ Competition-ը գալիս է 510 ձիաուժով գործարանային, իսկ ոչ competition տարբերակը 480, եթե չեմ սխալվում։ 510 ձին այս մեքենայի համար առանց էտել, առանց ոչ մի բան անելու էլ անմարդկային է, էլի 650 նյուտոն մետր, գժական, շատ ակտիվ վարման համար նախատեսված մեքենա։ Բայց պարզվում է մարդկա իրան քիչ է 510 ձին, հա, Stage 3, մեծ հիբրիդային տուրբիններ, բայց ստեղ ամենահետաքրքիրը ու ամենակարևորը այն է, որ մեքենան առհասարակ ոչ մի տիպի չի ձևափոխվել, ոչ շարժիչը, ոչ փոխանցումատուփը, ոչ մի գործարանային բանին ձեռք չի տրվել։ Ուղղակի փոխվել է տուրբինները, գրագետ տուրբիններ, գրագետ ծրագրավորում, ինչ որ էլի մանր-մուներ բաներ փոխվել է, չէ, ինչ է փոխվել։ Լավ, խոսքի բան, downpipe, maunpipe, եսի միջեր
Okay, հա, տենց մինոր բաներ փոխվել, հա, բայց այն hard ծանր մեխանիզմներին ձեռ չի տրվել։ Ու ունենք 1100 մոտավորապես 1000 պլյուս, լավ, սենց ասեմ, 1000 պլյուս դիաուժ, որը ցույց է տվել այս պահի դրությամբ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանի ամենաարագ ցուցանիշը։ 0-ից 100 արագացմանը հասնելով ընդամենը 2.4 վայրկյանում։ Այդ ֆանտաստիկ արագություն է։ 60, 100, 200, quarter mile. Այսօր իմ կյանքի փաստորեն ամենաարագ մեքենան եմ վարելու։ Դուք դրան ականատես կլինեք։ Բացի տուրբինից եւ ամեն ինչից, ինչը փոխվել է, տեղադրվել է նաեւ հատուկ համակարգ, chip, մոզգ, հա, որը կարգավորում է այս մեքենայի վրա տեղադրված հատուկ ֆարսունկաները, այսինքն ներարկիչները, որոնք շարժիչի մեջ բենզինի հետ ներարկում են սպիրտ, սովորական 96%-անոց ալկոգոլիկի սպիրտ։ Ու ինքը կարողանում է հաշվարկի, թե քանի տոկոս է քո բենզաբակի մեջ կազմում սպիրտը, քանի տոկոս բենզին, ըստ դրա ինքը արդեն կարգավորում է, բան մի խոսքով կարա ընդամենը 15 լիտր բենզին լինի, 15% բենզին լինի ու 85% սպիրտ։ Այդ պարագայում ինքը նոր հասնում է իր մաքսիմալ այդ 1000 պլյուս այդ գագաթնակետին։ Դե արտաքինից ինձ թվում է շատ բան չկա խոսալու, որովհետև բոլորը տել են մաքսիմալ հնարավոր եւ անհնարին ձևերով արդեն տեսել եք այս մեքենան, թե սովորական M4-ը փողոցներում, թե այն ամենաթույն տարբերակները ինտերնետներով եւ ինչու՞ չէ նաեւ ստեղ կարող այս մեքենան եք տեսել։ Բայց իմ կարծիքը ասեմ, հա, որպես ասենք տենց կողքից նայող մարդ ախպեր ջան։ Այս մեքենան ինձ բոլոր կողմերից դուր է գալիս, բացի կողքից, այն էլ ասեմ ինչի այդքան էլ դուր չի գալիս, չեմ ասում շատ դուր չի գալիս, մի քիչ դուր չի գալիս, որովհետև այս հետևի հատվածը մի քիչ իմ համար, իմ աչքին ոնց որ ինչ որ նմանացրած լինի ուրիշ մեքենայի, որը չեմ հասկանում, ինչի է նմանացրած։ Բայց այդքան լավ չի ստացվել։ Նու այդ շատ սուբյեկտիվ բան է, էլի, կարծիք է իրականում։ Մենակ այս մեքենան մի խոսքով այդքան է կողքից չեմ սիրում, մնացած սաղ կողմերից, թե հետևից, թե դեմից աննկարագրելի սիրուն է։ Հիմա ես չգիտեմ, մեր վիդեոյով կփոխանցվի այս մեքենայի գեղեցկությունը թե չէ, որովհետև ասում եմ, մինչև ռեալ տեսնելը, այս մեքենան վիդեոներով ու նկարներով տեսնելիս շատ վատ էինք տրամադրվել մի խոսքով BMW-ի դեմ։ Հիմա հուսամ դուք կփորձենք նենց փոխանցել ձեզ, հուսամ կստացվի, որ այդ ամեն ինչը սիրուն լինի։ Ստեղ ունենք շատ գեղեցիկ գործարանային անվահեցեր, բնականաբար մեծ արգելակման համակարգով, ստեղ էմի լոգոյով, որը իբր պետք է նաև ինչ-որ բան լինի, տենց օդահեռացման անցք լինի, որը չկա, չգիտես խի, հետևից այս մեքենան ահավոր սիրուն։ Այս BMW-ի առհասարակ նոր դիզայնը ինձ հետևի լուսարձակների այդքան է դուր չէին գալիս առհասարակ։ Բայց այդտեղ մի տեսակ շատ համահունչ է ամեն ինչ ստացվել։ Համ նուրբ է, համ շատ ագրեսիվ է, համ զգացվում է, որ սենց ինչ-որ լավ տեխնոլոգիաներ կան մեջը բանարած, կիրառած։ Հիմա ոնց են չինական մեքենաները որ կան, չէ՞, այն որ մաքսիմալ ինչ ֆանտաստիկ ինչ միտք ունենում են, սենց ուղղակի բռնում իրականացնում են մանավանդ լուսավորության հետ կապված, այսինքն հետևի լուսեր, դեմի լուսեր, տարբեր լուսավորություններ, եսի ինչեր։ Իրանց մոտ շատ արհեստական է դա ստացվում, այսինքն նայում ես, հա, որ առանձին ասենք լուսարձակին նայես, ասում ես լավ, օքեյ, հետաքրքիր ինչ-որ բան են մտածել, սիրուն բան է ստացվել, բայց շատ մեքենայի վրա նենց անբնական է նայվում, ոնց որ արհեստական ոնց որ լինի։ Իսկ ստեղ ներդաշնակություն կա, հորմոնիա կա, հասկանում եք, ինչ եմ ասում։ Այս դե հետևին, բայց բնական է այս մեծ դիֆուզորն էլ է կարբոնից տեսք տալիս, բայց ինքը ուղղակի դեկորատիվ է, որովհետև սենց հետևի դիֆուզորները օգտակար են լինում են պարագայում, երբ որ մեքենայի
հատակը ամբողջովին փակ է լինում, այսինքն տափակ, ուղիղ աերոդինամիկայի համար մենակ այդ պարագայում սրանք պետք են, որ քամին ճիշտ դուրս գա հետևից։ Իսկ քանի որ սա կարելի ասել սովորական մեքենա է, քաղաքային, պակը բաց է, այսինքն խլացուցիչներ, փոսեր, եսի մինչեր, սենց, ու սա անիմաստ է, ուղղակի շատ գեղեցիկ է։ Տանիք բնականաբար կարբոնից, հա, տենց շունչս կտրվեց այնքան խոսացի։ Բայց հետաքրքիր է, այս կողքի սպլիտերը ինչի կարբոն չի, օրինակ։ Այդքան սա կարբոն է, սա չէ։ Ես չգիտեմ, նույնիսկ գալիս է կարբոն լինում է սրանցից։ Նա, օքեյ, չենք տեսել, բայց կարող լիներ էլ, ինչի՞ չէ։ Եկա սա ավտոն կարբոն է, նույնիսկ նստարաններն է կարբոն։ Այդ նայեք, հլստե, թիթիզ շանը նայեք։ Փայլուն քասվե, պարտավե, տնից դուս եկե։ Թեթև, գեղեցիկ, սպորտային, հարմար նստարաններ, որի վրա հենց հիմա կնստենք։ Պատրաստման նյութերը, բան դե բոլորս էլ գիտենք, BMW-ը, ստեղ հա դե բան ինքը 3-րդ, 4-րդ սերիաներն է, մի քիչ բյուջետային սերիա է, ստեղ կաշի չի, պլաստմասա է, այս կողքերը պլաստմասա է, ափսոսացել են կաշի անեն։ Նույնիսկ այս վերևը, ասենք, սև է, բայց ալկանտարա չի, խի, չգիտեմ, տենց հա ձևը իրանց։ Ալկանտարա մենակ այստեղ է, տեսա, այսինքն պոճոր, այսքան, նեղ։ Ու հա, բայց տեղ էլ է ալկանտար, օքեյ, սենց կտորները, բայց այս նստարանները օպցիա է, օպցիա պատվիրում ես, որ սենց կարբոնի թեթև ալկանտարայով նստարաններ ունենաս։ Նայեք նա հետարքիր բան ցույց տամ, այդ նոր իմացա դրա մասին։ Նա դուսուս, դու մեզ հիմա պետք չես։ Նայեք, այս մեքենան սպիրտով էր, չէ՞։ Այո, ասել էի։ Բայց հիմա ասենք բռնեցիր, մի քանի շիշ սպիրտ լցրեցիր մեջը, բայց չգիտես, ասենք, ինչքան բենզին կար, տենց մոտավորապես գիտես, բայց դե տոկոսային պետք է հասկանաս ինչքան բենզին կար, ինչքան սպիրտ լցրեցիր, հիմա ընդհանուր վառելիքիդ քանի տոկոսն է կազմում սպիրտը։ Ոնց իմանաս, ախպետ ջան։ Տեխնոլոգիա, մեկ էս կոճակ կա, սեղմում ես, այս պտույտների սլաքը բարձրանում է վերև։ Այս նշանակում է, հիմա մեզ ցույց է տալիս, որ կա մեջը մոտավորապես 10-12% սպիրտ, այսինքն վառելիքի 12%-ը կազմում է սպիրտը։ Ինչքան շատ սպիրտ ես լցնում, այս կոճակը սեղմելուց, այդքան շատ այս պտույտի սլաքը բարձրանում վերև։ Մտածել են մարդիկ, հասկանում եք, ու այս գործարանը չի մտածել, այս after market, այսինքն հետո այդ tuning անելու ընթացքում տեղադրված բաներից մեկն է, մեխերից, ֆիշկաներից։ Իմ ամենասիրած բանը այս ամրագոտին է, էմի գծերով, այս նստարանն է շատ լավը, բայց եթե մի քիչ լիքոտ մարդ լինես, քո համար նախատեսված չի այս նստարանը։ Այդքանը մնացածը լրիվ սովորական մեքենա, լավ մուլտիմեդիա ունի։ Հա, հետաքրքիր բան ցույց տամ, ստեղ տալիս է հնարավորություն, յոթը։ Լաչար, անջատվի, խանգարի։ Ստեղ տալիս է հնարավորություն փոխելու քարշակումը։ Հիմա երկու քարշակման, այսինքն հետնակարշակ ռեժիմում ենք հիմա, կարանք ունենանք 4 քաշող, որովհետև մեր մեքենան 4 քաշող է, եւ 4 քաշող սպորտ։ 4 քաշողի սպորտը որն է սովորական 4 քաշողի հետ համեմատ։ Ինչ թողում launch է թողում անես։ Հա, օքեյ։ Հա, այս ռեժիմում launch չունես, այս ռեժիմում launch ունես։ Traction control-ը աշխատում է միայն հետնակարշակ պարագայում ու այս շատ լավ բան է։ Ամբողջությամբ 0-ի դեպքում off, այսինքն traction-ը ամբողջությամբ անջատված է, բայց դու կարաս սենց 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 մինչև full traction կարաս ունենաս մեքենայի վրա։ Լավ է ինչի, որովհետև այսօր ով ասես, այսինքն այն առհասարակ փորձ չունեցող կյանքում առաջի անգամ մեքենայի ղեկին նստած մարդը կարա գնա այս մեքենայից առնի ու առհասարակ լիքը տենց արագ ավտոներ առնի, որը ինձ թվում է մի քիչ անընդունելի է, բայց դե հիմա տենց է ձևը, կարան այդ մարդիկ առնեն։ Ու այդ մարդկանց համար սա շատ լավ է, որովհետև M4 մարդիկ առնում են հենց ակտիվ վարման համար, դրիֆտ անելու համար, բայց որ 99% դեպքերում չգիտեն իրանք ինչա դրիֆտը, չգիտեն ոնց է դա արվում, բռնում են, ինչքա չկա անջատում են, սա սենց ուղիղ սենց
ոտը տալիս են գազին, գնում են հակնում են պատին կամ ուրիշի մեքենային ու տես լիքը վնասներ են տալիս տարբեր տեսակի մարդկանց։ Այդ մենակ դրա համար սա լավ է, բայց մնացած դեպքերում ինչի է անկապ, որովհետև եթե M4 է, եթե competition է, ինքը առանց էտել նախատեսված է հենց ահավոր ձևի հետաքրքիր վարման համար, ինքը պետք է ունենար մի հատ off, մի հատ on, բայց հակառակը։ Վերջ, այսինքն անջատեցիր, ինչ ուզեցիր, արեցիր, հետո միացրեցիր, որ հանգարց միամիտ բան չլինի։ Այստեղ կարաս դնես 5, օրինակ, տենց մի քիչ դրիֆտ անես, ինքը մի քիչ անկյունը տա պահում, այսինքն որ, չգիտեմ, 20 աստիճանից ավել անկյունը չբացվի, դրիֆտը, այսինքն մեքենան չպտտվի եւ այլն։ Всё, լավ, ես էլ անիմաստ է այս մեքենայի մասին, sense նստած այսքան երկար խոսալը, անկեղծ ինձ թվում է դուք եք իմ հետ համամիտ, գնանք տեսնենք գլխներից ինչ է գալիս։ Այսինքն վատաներ այսօր գլխներից գալու։ Աջա։ Իդեպ այս գեղեցիկ տարածքի համար շնորհակալություն ենք հայտնում այգի բիզնես կենտրոնին։ Սիրտս կանգնում է այս մեքենան գազը սխմելուց։ Անընդհատ ինձ թվում է հեսա փախնելու է տակիցս, բայց հələ որ շատ լսող է։ Նու հələ որն է, այտենց առանձնապես գազ չեմ սխմել, բայց զուտ հոգեբանական, պահ կա էլի։ Մանավանդ շատ տեսած կլինեք հավանաբար ինտերնետներում։ Շատ վատ վթարներ են ունենում այս մեքենաներով, բացատրեմ ինչի։ X-Drive համակարգը, 4 քաշող համակարգն է BMW-ի, ինչ է անում, երբ որ դու կոմֆորտ ռեժիմում գնում ես, սովորական, ասենք երթևեկության մեջ գնում ես, ինքը ինչ որ մի արագությունից հետո, առանց քեզ տեղյակ պահելու, առանց ոչ մի տեղ ինչ որ ցույց տալու, հա, դիմացը անջատում է, դիմացի քարշակումը անջատում է, մնում է միայն հետևի քարշակում, որ բենզին խնայի ու էկոնորմեր նո, որ բենզինը խնայում, բնականաբար արդեն էկոլոգիայի համար էլ է դա մի քիչ լավ։ Ու երբ որ են անջատված վարորդները, որ սենց իրենց համար հանգիստ գնում են, մեկ է մի պահ ասենք ինչ որ վազանց պետք է անեն կամ ուղղակի մի հատ արագ ավտո են տեսնում, հավեսի են գնում, հետը գազ են սեղմում ուժեղ։ Ինչ է տեղի ունենում, մեքենայի կողա սաղք, անկառավարելի դրիֆտ ու պատ։ Հիմա դրա համար խորհուրդ է տրվում, եթե ասենք առհասարակ ակտիվ վարող ես, հա, պետք է միշտ լինի կամ 4VD, այսինքն 4 քաշող սպորտ ռեժիմում կամ հետնակարշակ։ Հիմա շատերը կասեն հետնակարշակը վտանգավոր է կփախնի բան, բայց երբ որ հետնակարշակ է լինում, մանավանդ ստաբիլիզացիան էլ անջատած, ինչքան էլ դա համաձայն են որ վտանգավոր է անփորձ վարորդների համար, հա, բայց եթե վարորդը խելամիտ է ու ինքը գիտի որ իր մեքենան հետնակարշակ է, հզոր է, ստաբիլիզացիան անջատած է, ինքը շատ ավելի զգույշ ու նուրբ է վարվում վերաբերվում մեքենային։ Հասկանում եք։ Դրա համար ես ասում եմ, որ առհասարակ ինչ որ չի կարելի, որ նման մեքենաները, նման հզոր մեքենաները վաճառեն յուրաքանչյուրին, որ յուրաքանչյուր անփորձ մարդ բռնի ու գնա առնի ունենա։ Սենց մեքենաները իսկապես բավականին մեծ փորձ են պահանջում։ Մի րոպե։ Սա խփնված է։ Ոյ, սիրտը սկսեց արագ գցել։
Նենց է հետևը տանը մի հատ կպնում ես գազին։ Նայեք, նայեք։ Չորս քաշող ենք գնում։ Տալիս էր պատին։ Յորո։ Այս երտես կանգնեն։ Այ տեսեք, այսենց է ալնում։ Գազը սեղմեցի, ինձ թվաց հեսա պետք է հետևը ուղակի սենց պարացնի, բայց ինքը այդ պային բռնեց ու քաշեց մի կողմի վրա, որտեղ 4 քաշող էինք։ Հայ մամա ջան, անկեղծ չեք հավատում, որ իսկականից լարված եմ։ Ախ, մամա ջան։ Ախ, բասրա ձեն է։ Այն Audi ձենից հետո արդեն վախում եմ պատոհանը իջացնեմ։ Բայց ինձ թվում է թե տենց ուժեղ չի խմի չի խմի կամին։ Ախ, մամա ջան։ Ոայ թուքը հանգիստ թուքս չորացավ։ Արա սով արա։ Երկրորդ գազը սեղմում ես։ Ուղղակի սենց հանգիստ վիճակից։ Երկրորդ։ Ախ, մամա ջան։ Ոայ, բայց իսկականից բերանս չորացավ։ Ահ, չկա սենց բան։ Չկա սենց բան։ Ձենը բա, լաչար։ Այդ չիք պատկերացնում է։ Բայց չի կարելի սենց բաներ անել առհասարակ քաղաքում։ Ես բոլորից ներողություն եմ խնդրում շրջապատից։ Իրապեմ այդ։ Անընդհատ խնդալ ես գալիս ալուր։ Ոող, սրանից հետո ինձ կարող է դատեն նաև, բայց ես համաձայն եմ։ Հա, ինչ է ասում։ Այս մեքենան բերվել է Ամերիկայից, որպես ուղղակի competition, 510 դիավժանոց competition։ Մնացած ամբողջ գործընթացը, այսինքն տուրբինների փոխարինում է, ծրագրավորում է, սաղ իրար հետ աշխատացնել, սպիրտի սիստեմ, եսիմ ինչ, մի խոսքը, որ հասցրել են 1000 պլյուս G, արվել է Հայաստանում, նենց չի, որ տենց ուրիշ տեղից է եկել, ուրիշ տեղի տենց ֆանտաստիկ ինժեներներն են աշխատել վրան։ Մեր մոտի հայ ֆանտաստիկ ինժեներներն են աշխատել HP Tech-ում։ Ու այսպես հրաշալի բան են ստացել, իդեալական աշխատում է։ Ես անընդհատ սպասում էի, որ ինչ-որ մի պահի անընդհատ պետք է չեք վառի, ես ինչ անում են գազը սեղմելուց, հələ որ տենց բան չկա։ Ոայ, սիրտս արագ։ Օրես ուրախ կարուսել է, լուրջ եմ ասում։ Բայց ահա որ վտանգավոր։ Ահա որ չեք պատկերացնում ոնց է տանում հետևը։ Երկրորդ ենք։ Ես ինչ անեմ, ես ուղղակի գազ եմ սեղմում ինքը։ Այն մոդը անջատեցինք։ Գլուխներս նախ գնաց, երկրորդը այս խցանումների մեջ մի քիչ անմարդկային է, էլի, համ իր նկատմամբ, համ մեր նկատմամբ։ Մեր սիրած բաներից է լինելու, մեր սիրած բաներից է լինելու։ Տան։ Ես F82-ն էլ եմ վարել։ Նու կհիշեք, եթե չեք տեսել, լինքը կթողնեմ վիդեոյի մեկնաբանություններում, նայեք։ Էլի շատ լավ մեքենա էր, էլի հրաշալի կառավարվող բան։ Միակ տարբերությունը, որ ես հիշում եմ, որ սա մի քիչ թերանում է,
այդ երկու կցորդումներ, որ նա ուներ սա ոչ, որ հանգիստ գնալիս գազը սեղմում էր, այնտեղ, քանի որ երկու կցորդում է, ինքը մի հատ պտույտները լավ բարձրացնում էր, այսինքն ոնց որ մեխանիկական փոխանցումատուփի նման, հա, կցորդումը ոնց որ սեղմես գազը սեղմես, պտույտները բարձրանա, կցորդումը թողնես։ Ինքը դա ավտոմատ անում էր։ Սա դե չէ, սա սովորական ավտոմատ փոխանցումատուփ է, այսինքն դանդաղ ընթացքից որ սեղմեցիր, ինքը փորձելու է պտույտները բարձրանա, մինչև նստի բուստի ու հա, արդեն բուստի նստած վայրենավարի գնա։ Այդ մեկը, օքեյ, ընդունում եմ նրա հետ համեմատ մինուս, եթե կարելի է դա այդպես համարել, բայց ընդհանուր առմամբ հետո արդեն հետագա ընթացքը էլի բավականին արագ աշխատում է, կտրուկ, լավ լսող է, լավ հասկացող է վարորդին, ինչը շատ կարևոր է։ Մի հատ անպայման իջնում ենք հետնակարշակ, որ խայտառակչելնենք էլի։ Հիմա եկանք հասանք այս մեքենայի համար դժոխք ու առհասարակ հետնակարշակ մեքենայի դժոխքը մեր արտաշատ տանող ճանապարհը։ Ինչի, որովհետև ստեղ մակերեսը բետոնը աշխարհի ամենասխալ երթևեկության համար նախատեսված մակերեսն է, որովհետև շփման ուժը մաքսիմալ քիչ է ասֆալտի հետ համեմատ։ Այս շատ սխալ է, շատ վտանգավոր է մի խոսքով։ Օհ, երրորդով։ Օհ, երրորդով էլ անում։ Ես գիտեի մենակ երկրորդով անում։ Բայց իսկականից շատ վախենալու, շատ վտանգավոր ձևի անում։ Հիմա մի րոպե, հիմա 4 քաշող սպորտ։ Կառավարելիությունը շատ լավն է, ասեմ ինչ պահով։ Ղեկը շատ են անմարդկային կտրուկ ուժեղ ղեկերից չեն, որ սենց կպնում ես ինքը սենց գժի պես բան է ալնում, թռնում է այս կողմեն կողմ։ Շատ լավ քեզ լսող, այսինքն ես մեջտեղն էլ է փափուկ, ինքը հիմա ինչքան էլ սպորտ ռեժիմում ենք, ինքը սպորտ մոդում է ղեկը։ Բայց ինքը սենց հաճելի է, փափուկ է ու լսող է, բայց շատ նուրբ է, հասկանում եք ինչ եմ ասում, ես չգիտեմ լավ եմ բացատրում, թե չէ։ Չորորդ, Կարլ, չորորդ։ Օխ, իմ ամենասիրած տեղը, թունել, նայ։ Հիմա մենք գտնվում ենք փակ սեփական տարածքում, Արարատ ավտոսիթի պարկինգում ենք, ստեղ ինչ ուզենք կարանք անենք։ Հիմա մենք տեսանք թվերով արդեն դրեգի ոնց որ տված ցուցանիշները, բայց դե մենք մերը պետք է ունենանք։ 3, 2, 1 Իջի մորացա ասեմ 100 Մի րոպե մի հատ նորից, որ գոնե հիշեմ ասեմ 100 Так
3 Չէ, չեղավ։ Լանչը տակացավ երևի։ Հա, չէ, տակացավ, որտեվ вообще լավ չարեց, էլի։ Հիմա անջտի ախպեր, նայեք բռիվը դանդ է նկարում։ Ոյ, ասում է 4-wheel drive system you cannot Հələ մի հատ անջտի երկու անգամ բանալին վաղաց ախպեր։ Դե թող երկու կրուկ ելնեն ֆրանգան։ Հովացրա, Այդ, հա, հանգիստ ռեժիմով երկու կրուկ պտտվենք, որովհետև դուսը բավականին տակ շոկ եղանակ է։ Ու մեր 4 քաշող համակարգը տակացավ, launch control-ն էլ, այստեղ մի հատ ասեց մի քիչ հանգստացի ապեր, ասինք օքեյ։ Լավ, չգիտեմ, 0-ից 100-ը մի բան կմտածենք, հետո էլ չեմ ուզում հիմա տակացնեմ դիֆերենցիալ համակարգը ինչ-որ հանգարց չարքից դուս չգա մինչև դրիֆտ անելը, էլի։ Հա, ասում նկարահանում ենք անում, հեսա այս մեքենայով դրիֆտ ենք անելու, կարեք այն ծերը գնաք իրար չխանգարենք։ Всё, եկավ կուլմինացիոն պահը։ Կուլմինացիա։ Երկու քաշող, հետև քաշող։ Սաղ միացրած է, ձենը միացրած է։ Սաղ սպորտ է։ Ինչ ուզենք կարանք անենք։ Որ արա։ Ես լրիվ խաղալիք է, լրիվ։ Ստացել էի լիքը էմոցիա։ Ստացանք, այսենց հետաքրքիր հաղորդում այսօր ունեցանք։ Չմոռանաք բաժանորդագրվեք մեր ալիքին, Instagram-ում մեզ հետևեք, այնտեղ այլ կոնտենտ ա գնում։ Մի խոսքով, բոլորիս մաղթում եմ այսենց երջանիկ ու հետաքրքիր կյանք։ Սա Drive News-ներ, ձեզ հետ տոշներ, կտեսնվենք։